Հայաստանի Հանրապետության դատարանները Ռոմանոս Պետրոսյանի հետ Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվանվեր են ճանաչում։ Շուրջ 3 տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում հոգուտ աշխատակիցների բռնագանձման ենթակագումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին։ Հիշեցնենք նաև, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը շուրջ 12 միլիարդ ՀՀ դրամի չափով Տաշիր ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016-ից 2025 թվականներին։ Ներկապահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցվող գումարի սահմաններում եւ մասամբ ֆինանսավորվում է Տաշիր խմբի միջոցների հաշվին։ Դա նաև վերաբերվում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատանքային հոդվածի բարձրացում չի եղել։ Ստացվում է, որ ԿՊ վարչության անդամը ԿՊ-ի նախընտրական PR է անում հեծի սեփականատերերի հաշվին, առանց նրանց հետ համաձայնեցնելու։ Արդեն պարզ է, թե ինչ նպատակների է ծառայելու հեծը։ Նյութի աղբյուրը հեծ վերահսկողական կոմիտե։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։